Պայմաններ պարտադրող Ալիևի երազանքը վերջնական խաղաղություն կհաստատվի սահմանադրության փոփոխությունից հետո միայն։ Վրաստանը սիմվոլիկ սակագին է սահմանել Ադրբեջանից Հայաստան տեղափոխող նավթամթերքի համար։ Հունգարիան մտադիր չի աջակցել Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, քանի դեռ չի վերականգնվել բարեկամություն խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։ Չիլիում բեռնատար է պայթել, ինչի հետևանքով 4 մարդ այրվել է, ևս 17-ին տեղափոխել են հիվանդանոց։ Խոշոր ավտովթար Երևանում 4 տուժածներից մեկը անչափահաս է։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կարշարք առաջարկած ուղևորը ձերբակալվել է։ Հայաստանում Եվրամիության դեսպանը հյուրովի է նշանավորել մայրենի լեզվի միջազգային օրը։ Այսօր կինոյի եւ թատրոնի մեծանուն դերասանուհի Մետաքսիա Սիմոնյանի ծննդյան օրն է։ Բարի երեկո, դուք դիտում եք ժամի գլխավոր թողարկումը։ Խաղաղության համաձայնագրի ստորագրման գլխավոր պայմանը Հայաստանի մայր օրենքի սահմանադրության փոփոխությունն է, որը պարունակում է ձևակերպումներ Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջների մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն է պատե-անպատե առիթներով թմկահարում այս մասին։ Հեռահար մտադրությամբ Ալիևը փորձում է ստիպել Հայաստանին հանրաքվե անցկացնել։ Սահմանադրության խմբագրումից հետո նրա դիտարկման պաշտոնական խաղաղության համաձայնագրի ստորագրման համար այլևս խոչընդոտներ չեն լինի։ Ալիևի հավաստիացմամբ Ադրբեջանի համար խաղաղություն արդեն ձեռք է բերվել, մնում է դրա պաշտոնական հաստատումը միայն։ Աշխարհի բաց աչքին խաղաղություն խաղացող Ալիևը չի փոխում պայմանը։ Հայաստանի հետ նախաստորագրած խաղաղության փաստաթուղթը վերջնական կդառնա, երբ մենք փոխենք սահմանադրությունը։ Մեր մայր օրենքի նախաբանն է մնացել նրա կոկորդին։ Այստեղ հղում կա Երրորդ հանրապետության անկախության հռչակագրին, որտեղ էլ ամրագրել ենք Արցախի հետ վերամիավորվելու ազգային նպատակը։ Բաքվի բռնապետը չնայած Հայաստանի իշխանություններից գրեթե ամեն օր ստացող հավաստիացումներին, թե տարածքային պահանջներ Ադրբեջանից չկան, չնայած Հայաստանի սահմանադրական դատարանի դիրքորոշմանը, թե անկախության հռչակագիրը մայր օրենքում իրավական նշանակություն չունի, պատրաստ չէ նույնիսկ համաձայնել իր օրենսդիրների մեկ քայլ առաջ եւ հետ առաջարկին, որ խաղաղության պայմանագիրը առաջիկայում վերջնական կնքվի, մեր արչեւ դնելով պայման սահմանադրությունը փոխել դրանից հետո։ Ասլան կտրած նա օրերս հասել էր Մյունխենի անվտանգության համաժողով ու այս առնչությամբ ասել սահմանադրական դատարանի դիրքորոշումն ավելի բարձր չէ, քան այն, ինչ գրված է սահմանադրությունում։ Երկու երկրների ղեկավարությունն այս հարցում փոխըմբռնում ունի։ Կարծում եմ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարության միջև այս հարցում կա մեծ, այսպես ասած, փոխըմբռնում այն մասին, թե ինչ պետք է արվի ու ինչ հաջորդականությամբ։ Հենց այդ տարածքային պահանջները չլինեն, պաշտոնապես կստորագրվի խաղաղության համաձայնագիրը։ Այն, ինչ Ալիևի սիրտն է ուզում մարդկության պատմության մեջ չտեսնված ու չլսված մի բան է, այն է իրադարձությունների հետին թվով խմբագրումը։ Մասնագետները համոզված են, այսպես իրականում նա այլ խնդիր է լուծում։ Բնականաբար, այսպես արհեստական ինչ-որ բան է, Ալիևը եթե լուծում է, ինչպես բոլոր հարցերում հայ ժողովրդին նվաստացնելու հարցը ընդամենը լուծում, իր համար բնականաբար ֆորմալ առումով այդտեղ անկախության հռչակագրում հղում կա սահմանադրության մեջ չկա, այդ հաստատ որևէ նշանակություն չունի, ընդամենը հայ ժողովրդից վրեժ է լուծում, հերթական վրեժի դրսևորումն է դա։ Ինչ վերաբերում է խաղաղության պայմանագրին, ապա այս հարցում էլ որևէ առաջընթացի չեն սպասում փորձագետները։ Սահմանադրության նախաբանում լինի անկախության հռչակագրի հղումը, թե ոչ։ Ալիևի ողջ վարչակազմը հիմնված է հայատյացության, պատերազմի, հայերի նկատմամբ ատելության, զավթողական ծրագրերի հիման վրա։ Ալիևի վարչակարգը չի փոխվելու։ Որևէ պայմանագիր էլ չի ստորագրվելու ի հեճուկս, եթե մարդիկ որևէ ակնկալիք ունեն, որ վերջնական պայմանագիր Ադրբեջան չի ստորագրելու, որովհետև ինքը չունի իրական որևէ ցանկություն գնալ խաղաղություն։ Ժամանակը շարունակում է աշխատել ոչ թե վստահության, այլ անվստահության օգտին, համոզված են մասնագետները։ Նրանց գնահատմամբ մինչև հասարակաքաղաքական քննարկումները բանակցությունների հաջորդական քայլերի շուրջ են, գործընթացն իրականում կանգնած է նույն տեղում։ Քաղաքական առաջնորդները խոսում են փոխըմբռնման մասին, բայց իրական խաղաղության ճանապարհը դեռ մառախլապատ է։ Էդուարդ Պողոսյան, ժամը լրատվական։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը վաղ թե ուշ միավորվելու են, բարձր ամբիոնից վարչապետ Փաշինյանն է հայտարարել այս մասին։ Փորձագետները սակայն պնդում են, որ փաստաթուղթը իրավական
Պարտավորություններ չի ենթադրում, հետևաբար այն կարող է վաղն իսկ չեղարկվել։ Ի վերջո, ինչ է նշանակում փոխադարձ առավելությունը կամ ինչ է ենթադրվում, երբ ասվում է անցում անցման դիմաց, իդեպ հունվարի 14-ին ստորագրված փաստաթղթով, այդպես էլ պարզ չի դառնում, թե Հայաստանի քաղաքացիները Ադրբեջանի տարածքով ինչ պայմաններով են երթևեկելու։ Հայաստանի եւ Ադրբեջանի էներգետիկ համակարգերը միանալու են իրար։ Նիկոլ Փաշինյանն էր խորհրդանի ամբիոնից հայտարարել, թե Հայաստանի ու Բաքվի էներգետիկ համակարգերը միանշանակ միանալու են, փոխադարձ հնարավորություններ ստեղծելով երկու երկրների համար։ Խոսքը գնում է Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի համակցման մասին, ամենայն հավանականությամբ նշանակում է որոշակի բարձրավոլտ էլեկտրական գծերի վերաթողարկում, ենթակայանների մոդեռնիզացիա եւ ի վերջո Հայաստանի եւ Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերի զուգահեռ աշխատանք։ Իսկ սինխրոնիզացնել հնարավոր է, միավորել հնարավոր չի։ Ադրբեջանի գեներացիոն հզորությունները բավարար չեն, որպեսզի Հայաստանին մատակարարի։ Թուրքիայի էներգետիկ եւ բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրակթարն իր հերթին թուրքական լրատվամիջոցներին ասել է, թե Հայաստանը կարող է դառնալ Ադրբեջանի եւ Թուրքիայի միջև էներգետիկ համագործակցության մաս։ Մենք կարող ենք զարգացնել համագործակցությունը էներգետիկ ոլորտում եւ օգտագործել այս ուղղությամբ առկա հնարավորությունները։ Հուսով եմ, որ այս գործընթացը կշարունակվի այնպես, որ բոլորին օգուտ բերի։ Հայաստանում էներգետիկ ոլորտի որոշ մասնագետներ սակայն թերհավատ են, պնդում են, որ դա կեղծ օրակարգ է։ Բանն այն է, որ արտահանում ներմուծում գործընթացները ձևավորվում են միջպետական պայմանագրերի արդյունքում, ոչ թե համակարգերի տեխնիկական միավորմամբ։ Ըստ փորձագետների նախ պետք է լինի քաղաքական որոշում ու պայմանագիր արտահանում կազմակերպելու ցանկության վերաբերյալ, եւ միայն դրանից հետո կարելի է խոսել համակարգերը միավորվում են թե ոչ։ Ըստ էներգետիկ ոլորտի մասնագետների, սակայն Հայաստանի դեպքում համակարգերի միավորման անհրաժեշտություն չկա։ Եվ Թուրքիան, եւ Ադրբեջանը, եւ նույնիսկ Եվրամիությունը տարիներ շարունակ պահանջում են Հայաստանի ատոմակայանի փակումը։ Ու քանի որ ատոմակայանի փակումը կբերի դեֆիցիտի էլեկտրաէներգիայի, փորձում են այստեղ մեջտեղ բերել Ադրբեջանին, որը ասում է, որ ես էլեկտրաէներգիա կմատակարարեմ Հայաստան։ Ըստ Մանվելյանի կա նաև պահանջ դադարեցնել կամ սահմանափակել ռուսական գազի ներմուծումը Հայաստան, մինչդեռ Հայաստանի ջերմաէլեկտրակայանները աշխատում են հենց ռուսական գազով։ Այս պայմաններում Հայաստանը փաստացի հայտնվում է էներգետիկ կոլապսի առաջ։ Եվրամիությունը ծրագրեր առաջադրում Հայաստանին, որոնց պահանջներից մեկն է, որ Հայաստանը հրաժարվի ռուսական գազի։ Հարևան 4 երկրների հետ էլեկտրահամակարգերի սինխրոն միացումը Հայաստանի կառավարության համար առաջնահերթություն է։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի պնդմամբ սա կապահովի հայաստանյան էներգահամակարգի կայունությունը։ Տեխնիկական խոչընդոտ որպես այդպեսին չկա։ Նախարար Խուդատյանը հայտնել է, թե այս տարի շինարարական մեկնարկի համար պայմանագրեր կունենան շինարարական ընկերությունների հետ։ Խուդատյանը հայտնել է, որ այդ հարցով նաև թուրքական կողմի հետ է բանակցել։ Ես նախորդ տարվա ընթացքում այց եմ կատարել նաև Թուրքիա, այնտեղ հանդիպել եմ Թուրքիայի էներգետիկ ոլորտը համակարգող նախարարի հետ։ Ֆիքսել ենք, որ դա տեխնիկապես հնարավոր է իրականացնել ժամկետների եւ տեխնիկական լուծումների մասով, այս պահին աշխատանքներ որպես ամփոփում իրականացված չի։ Տնտեսագետներից շատերն էլ նշում են, որ Ադրբեջանն այս պահին հետաքրքրված չէ Հայաստանի հետ էներգետիկ համակարգեր շահագործելու առումով։ Ճիշտ հակառակը, այդ երկիրը փորձում է առանձին համակարգեր կառուցել, շրջանցելով Հայաստանի էներգահամակարգը։ Եվ եթե այդ էլեկտրահաղորդման գիծն անցնի Մեղրիի տարածքով 44 կիլոմետր ընդհանուր երկարությամբ, դա Հայաստանի էներգետիկ համակարգի մաս չի դառնալու։ Ըստ փորձագետների լինելու է ինքնավար օղակ։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։ Նավթամթերքի տեղափոխումը Ադրբեջանից Հայաստան Վրաստանի տարածքով ավելի էժան է դարձել, այս մասին ասում է Վրաստանի էկոնոմիկայի նախարարության տարածած հաղորդագրության մեջ։ Հայաստանի հյուսիսային հարևանը նավթամթերքի փոխադրման համար խորհրդանշական գումար է սահմանել։ Հիշեցնեմ, 2025 թվականի դեկտեմբերի սկզբին Վրաստանը մեկ անգամյա եւ անվճար հիմունքներով ապահովել էր իր տարածքով Ադրբեջանից նավթի տարանցումը դեպի Հայաստան, սակայն հաջորդ խմբականակը փոխադրվել էր ստանդարտ սակագնով, ինչը դժգոհություն էր առաջացրել Հայաստանում։ Սակագների թեման քննարկվել էր նաև Երևանում Վրաստանի էկոնոմիկայի եւ կայուն զարգացման նախարարի եւ Հայաստանի տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդատյանի հանդիպման ընթացքում վրացական կողմը տեղեկատվություն էր տրամադրել Վրաստանում իրականացվող տրանսպորտային ենթակառուցվածքային խոշոր նախագծերի մասին, որոնց ամբողջական գործարկումը զգալիորեն կբարելավի երկու երկրների միջև փոխկապակցվածությունը։
S&P Global Ratings միջազգային վարկանիշային գործակալությունը Հայաստանի համար 2026-ին հնայվեց 5.3%, 2027-ին 4.8% աճ է կանխատեսում։ Դեպի դրական հեռանկարի վերանայում արտացոլում է մեր այն տեսակետը, որ կա տարածաշրջանային աշխարհաքաղաքական եւ անվտանգության դինամիկայի բարելավմաններում Հայաստանի եւ Ադրբեջանի միջև դիվանագիտական եւ առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Հետագա առաջընթացի առումով ասված է գործակալության տարածած հաղորդագրությունում։ Հայաստան ժամանած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման եւ մակրոտնտեսության հարցերով նախարար Իման Ալիևին ընդունել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Զրուցակիցները քննարկել են 2025 թվականին ԵԱՏՄ անդամ պետությունների արձանագրած հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներին, տնտեսական աճի միտումներին, ինչպես նաեւ արտաքին առևտրի դինամիկային վերաբերող հարցեր։ Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ համաշխարհային տնտեսական զարգացումների եւ գլոբալ մարտահրավերների հնարավոր ազդեցությունների շուրջ ընդգծելով ԵԱՏՄ շրջանակում համակարգված քաղաքականության կարևորությունը։ Դատավճռից հետո ընտանիքի հետ կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր զորակցել են իրեն եւ իր ընտանիքին, ինչպես նաեւ կարողացել է Իմադ ադ-Դին Նասիմի փիլիսոփական տողերը իր մեկնաբանությամբ եւ կիսվել կյանքի մասին իր բանաձևով, որն օգնում է պահպանել ներքին ազատությունը ավելի քան 21,000 ժամ շարունակվող բանտարկությունից հետո։ Ռուբեն Վարդանյանը շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր անհանգստացել են իր համար։ Արմենիայում լրատվական երեկոն շարունակվում է եւ կհանդիպենք քիչ անց։ Չիլիում բեռնատար է պայթել, ինչի հետևանքով 4 մարդ այդվել է եւս 17-ին տեղափոխել են հիվանդանոց։ Խոշոր ավտովթար Երևանում 4 տուժածներից մեկը անչափահաս է։ Իրավախախտումը չարձանագրելու համար պարեկներին կարշարք առաջարկած ուղևորը ձերբակալվել է։ Հայաստանում Եվրամիության դեսպանը յուրովի է նշանավորել մայրենի լեզվի միջազգային օրը։ Այսօր կինոյի եւ թատրոնի մեծանուն դերասանուհի Մետաքսիա Սիմոնյանի ծննդյան օրն է։ Շարունակում ենք թողարկումը։ Հունգարիան չի աջակցի Եվրամիության կողմից Ուկրաինային 90 միլիարդ եվրոյի վարկի տրամադրմանը, քանի դեռ չի վերականգնվել բարեկամություն խողովակաշարով ռուսական նավթի տարանցումը։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի արտաքին գործերի եւ արտաքին տնտեսական կապերի նախարարը։ Բուդապեշտը կարգելափակի ռազմական վարկի հատկացումը, քանի դեռ Կիևը չի վերականգնել ուկրաինական տարածքով նավթի մատակարարումները, Հունգարիա ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինայի իշխանությունները չեն վերականգնում նավթի տարանցումը բարեկամությունով պատճառ բերելով հունվարի վերջին նավթամուղի ստացած վնասվածքները։ Ուկրաինական զինուժը հրթիռային հարված է հասցրել միջմայրցամաքային բալիստիկ հրթիռների դետալներ արտադրող Վոտկինսկ քաղաքի գործարանին, անօդաչու թռչող սարքերի գրոհի հետևանքով կան ավերածություններ եւ տուժածներ, հաղորդվում է նաեւ, որ ռազմավարական պաշտպանական ձեռնարկությունը ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Եվրամիության, Շվեյցարիայի, Ավստրալիայի, Ճապոնիայի եւ Ուկրաինայի պատժամիջոցների տակ է։ Այդ գործարանը արտադրում է ռուսաստանյան օրեշնիկ նոր հրթիռներում հայտնաբերված դետալներից մեկը։ Իսրայելի օդուժը ավիահարվածներ է հասցրել Լիբանանի արևելքում գտնվող շիական Հեզբոլլահ խմբավորման դիրքերին, հրետակոծության տակ են հայտնվել Բեքա հովտում գտնվող Քսար Նաբա եւ Բաթ Նայել քաղաքների միջև տեղակայված շտաբը եւ դաշտային ճամբարը։ 6 մարդիկ զոհվել, 20-ը վիրավորվել, զոհվածների թվում է նաեւ Հեզբոլլահի ռազմական ղեկավար Ռաֆիկ Հեյդարը։ Կուբայի առողջապահական համակարգը փլուզման եզրին է ԱՄՆ-ի կողմից նավթի մատակարարումների արգելափակումից հետո իրավիճակը ել ավելի է վատթարացել, զգացվում է բժշկական պարագաների եւ դեղորայքի խիստ պակաս։ Կուբայի իշխանությունների տեղեկացմամբ շտապօգնության մեքենաները դժվարանում են վառելիք գտնել արտակարգ իրավիճակներին արձագանքելու համար։ Հիվանդանոցների գործունեությունը անասելի դժվարացել է էլեկտրաէներգիայի անընդհատ անջատումների պատճառով։ Կուբայի օդանավակայաններից կենսականորեն կարևոր պաշարներ մատակարարող չվերթները դադարեցվել են, քանի որ Հավանան այլևս չի կարողանում վառելիքով լիցքավորել ինքնաթիռները։ Կուբայի առողջապահության նախարարը հայտարարել է, որ ԱՄՆ-ի պատժամիջոցները սպառնում են ոչ միայն երկրի տնտեսությանը, այլև մարդկանց անվտանգությանը։ Չիլիում բեռնատար է պայթել, ինչի հետևանքով 4 մարդ այրվել է, եւս 17-ին տեղափոխել են հիվանդանոց։ Տեղական լրատվամիջոցների տեղեկացմամբ բեռնատարը գազ տեղափոխելիս է եղել, պայթյունի ալիքը ոչնչացրել է մոտ 50 ավտոմեքենա։
Բայկալ լճում սառույցի վրայով ՈՒԱԶ մակնիշի մեքենայով անցնելիս խեղդված 8 մարդու մարմինները դուրս են բերվել լճից։ Քննչական կոմիտեն քրեական գործ է հարուցել անվտանգության պահանջներին չհամապատասխանող ծառայությունների մատուցման և անփութության հոդվածներով։ Ֆիննական ծոցի ողջ ջրատարածքը ծածկվել է սառույցով հաստատված սառնամանիքների եղանակի պատճառով ջրատարածքի արևմտյան մասում դիտվում է փոթորիկ, որը կարող է հանգեցնել սառցեծածկույթի քայքայման։ Վերջին անգամ ֆիննական ծոցը այսքան ուժեղ սառցակալել է 2010 և 2011 թվականներին։ Եվ վերադառնանք մեր խնդիրներին, Վայոց ձորի մարզի պարեկները Ջերմուկ քաղաքի Երևանյան խճուղու և Մեսրոպ Մաշտոցի փողոցների խաչմերուկում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար կանգնեցրել են Մերսեդես մակնիշի մեքենան։ Իրավախախտման վերաբերյալ արձանագրություն չկազմելու համար 35-ամյա ուղևորը փորձել է պարեկին 20,000 դրամ տալ։ Կաշառք տալու կասկածանքով նա ձերբակալվել է և տեղափոխվել է համայնքային ոստիկանության Ջերմուկի բաժին, ապա կազմված փաստաթղթերի հետ ներկայացվել նախաքննական մարմին։ Երևանի Շենգավիթ վարչական շրջանում այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել, կան տուժածներ, դեպքը տեղի ունեցել ժամը 14:30-ի սահմաններում Բագրատունյաց պողոտայի և Եղիշե Թադևոսյան փողոցի խաչմերուկում բախվել են ջիպ Կոմպաս և Toyota RAV4 մակնիշի մեքենաների, ինչի հետևանքով ջիպ Կոմպասը գլխիվայր շրջվել է։ Վթարի հետևանքով 4 անձ, որոնցից մեկը անչափահաս, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն է անդրադարձել Պաշտպանության նախարարության ընձեռած հերթական հնարավորություններին և կատարված փոփոխությունների արձանագրած արդյունքներին։ Պաշտպանության գերատեսչությունը հանդես է եկել պատանիներին և հանրությանը ուղղված նոր առաջարկով։ Աշակերտները այստեղ ապրում են մշտական հիմունքներով։ Մենք ունենք աղջիկների և տղաների համար առանձնացված հարկաբաժիններ, կենցաղային բոլոր պայմաններով հագեցված են։ Ուսման համար կան շատ կարևոր պայմաններ, մասնավորապես մեր լսարանները հագեցված են էլեկտրոնային գրատախտակներով, համապատասխան ուսումնամեթոդական բազայով։ Այստեղ գործում է Արմադ լաբորատորիա, մենք ունենք կահավորված լսարաններ ԱԹՍ մասնագետների պատրաստման, այսինքն այստեղ կան բոլոր այն հնարավորությունները, որը մեզ ապահովելու է ամրակազմ, պատրաստված և գիտակից սպաների նոր փաղանգի ձևավորում։ Վարժարանում կան նաև հագեցված լսարաններ տարբեր տեսակի վարժասարքերով, որոնք նպաստում են, որպեսզի մեր սաները հմտանան ռազմագիտական տարբեր մասնագիտություններ։ Իհարկե մենք շահագրգիռ ենք, որ ավելի շատ պատանիներ հետաքրքրվեն եւ ավելի շատ ծնողներ ուզենան, որ իրենց զավակները դառնան զինվորական եւ այստեղ մրցակցությունը էական նշանակություն ունի։ Այստեղ գործում են տարբեր խրախուսական մեթոդներ, մասնավորապես ամեն շաբաթյա ռեժիմով խրախուսվում են ամենալավ սովորող աշակերտները։ Այսօր մայրենի լեզվի օրն է, գրենք, կարդանք, խոսենք հայերեն, քանի որ այն մեր պատմության և միաժամանակ մեր ապագայի երաշխիքն է, մեզանից յուրաքանչյուրի ինքնության կարևորագույն մասնիկը։ Իդեպ 2000 թվականից ՅՈՒՆԵՍԿՕ-ն փետրվարի 21-ը նշում է որպես մայրենի լեզուների իրավունքների ճանաչման և գործածության աջակցման օր։ Մայրենի լեզվի միջազգային օրը 2025 թվականից ի վեր նշվում է նաև Հայաստանում։ Սիրենք ու պահպանենք մեր ոսկեղենիկ մայրենին։ Հայաստանում Եվրամիության դեսպան Վասիլիս Մարագոսը մայրենի լեզվի միջազգային օրը շնորհավորել է մաքրամաքուր հայերենով։ Այսօր աշխարհում նշվում է մայրենի լեզվի միջազգային օրը։ Այսօր ես սիրով
Ջես համար կկրդամ Խամո Սահյանի Գարունդ հայերեն է գալիս բանաստեղծությունից հատվածներ։ Գարունդ հայերեն է գալիս, ջուներդ հայերեն են լալիս, հայերեն են խորդում ջրերդ։ Արևդ հայերեն է ցագում, ծառերդ հայերեն են ծաղկում, հայերեն են պայթում բարերդ։ Թող Աստված եղած է պահի, եւ հետո ինձ էլ պատահի։ Ջուներդ հայերեն են լալու, գարունդ հայերեն են գալու, հայերեն են գալու դարերդ։ Կինոյի ու թատրոնի մեծանուն դերասանուհի Մետաքսիա Սիմոնյանի ծննդյան օրն է այսօր, գեղեցիկ ձայնի, կանացի եւ արտիստական մեծ հմայքի շնորհիվ նա տասնյակ տարիներ եղել է թատրոնի առաջատար դերասանուհի, կերտել անմոռանալի կերպարներ։ Նրան անվանում էին հայ թատրոնի հմայքը։ Նա կարողանում էր լռությամբ խոսել, հայացքով պատմել մի ամբողջ կյանք։ Այսօր լրանում է մեծանուն դերասանուհու Հայաստանի ժողովրդական արտիստուհի Մետաքսիա Սիմոնյանի ծննդյան 100-ամյակը։ Անուն, որը հնչում էր բեմի լույսերի ներքո, ինչպես շշուկ, ինչպես աղոթք, ինչպես սեր։ Դեռ երիտասարդ տարիներից բեմ բարձրացած Մետաքսիան դարձավ այն սերնդի խորհրդանիշը, որը ձևավորեց հայկական թատրոնի ոսկե դարը։ Նրա ձևավորած յուրաքանչյուր կերպար, լինի ողբերգական թե քնարական, տարիներ անց անգամ վառ են մնացել նրա տաղանդի երկրպագուների հիշողության մեջ։ Նրա ձայնը մեղմ էր, բայց ուժեղ, նրա ներկայությունը նուրբ էր, բայց անսահման ազդեցիկ։ Սպասիր։ Ուզում ես ասել, որ ես իսկապես օտար եմ քեզ համար, հա։ Տանը երբեք չէիք մտածի, որ ինքը բեմի թաքուին է, բեմի կերպարն է, որ ժողովուրդը իրան պատկերացնում է որպես Մետաքսիա Սիմոնյան։ Ինքը շատ տնական, շատ տնտեսական, մայր, բարի։ Դեռևս սովորելու տարիներին հաջողությամբ մարմնավորել է Ֆյոդոր Սոլոգուբի քնքուշ սրտից պատուհաս պիեսի Զվարթ ու Կենսախինդ Կատերինային եւ Գաբրիել Սունդուկյանի Էլի մեկ զոհ պիեսի Խոհուն ու Սիրառատ Անանիի դերերը։ Առաջին հիշարժան դերերից են Արմանուշը, Նինան, հատկապես Նինայի դերակատարումն է աչքի ընկել հմայքով ու գրավչությամբ, մաքուր հոգու բանաստեղծականությամբ։ 100 տարի անց անգամ բեմի լույսերի մեջ ասես ուրվագծվի նրա նուրբ ու տպավորիչ կերպարը։ Ես ամբողջ գիշեր մտածել եմ։ Չեմ կարող։ Մեր ժողովուրդը սիրելական ատում առ այսօր, չնայած մաման բաղուց ամահացել, պապաս մի քիչ ավելի ուշ է, բայց այդ երկուսի շունչը, հոգին, նրանց անունը, նրանց թողած ժառանգը, այսինքն ժառանգություն ավիշուց, այսինքն քո հետ զուգահեռ գնում է։ Սիմոնյանը թատերական կրթությունը ստացել է Երևանում եւ իր ստեղծագործական կյանքի մեծ մասը կապել հայկական բեմի առաջատար թատրոնի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի հետ։ Տասնամյակներ շարունակ եղել է այդ թատրոնի առաջատար դերասանուհիներից։ Նա մարմնավորել է դասական եւ ժամանակակից տասնյակ կերպարներ։ Նրա խաղացանկում առանձնահատուկ տեղ են ունեցել ինչպես հայկական դրամատուրգիայի հերոսուհիները, այնպես էլ համաշխարհային դասականների արարած կերպարները։ Նա համարվում էր հոգեբանական դերակատարման վարպետ, կարողանում էր կերպարի ներքին լռությունը դարձնել բեմական գործողություն։ Գոնե հիմա հասկացար, թե իսկապես ում է շփտում կյանքը։ Ամբողջ անցած ճանապարհով, իր ստեղծած կարիերայով, իր անցած ճանապարհով ինքը ինչ-որ չափով ժառանգություն է թողել իր սերունդներին, սերունդները արդեն իրենցից հետո նոր սերունդներին ու այդ ժառանգությունը մենք ենք կրում կարելի ասել իր հիշատակը, իր թողած ժառանգությունը, իր աշխատանքն է, իրենից հետո թողած իր գործն է։ Նկարահանվել է նաև կինոյում Անահիտ, Արարատյան դաշտի աղջիկը, ում է ժպտում կյանքը, Թռիչք անդունդի վրայով, Ջրերը բարձրանում են, Կամոյի վերջին սխրանքը, Սայաթ Նովա ֆիլմերում։ Սիմոնյանը հյուրախաղերով հանդես է եկել Մոսկվայում, Բաքվում, Թբիլիսիում, Բեյրութում, Դամասկոսում եւ այլուր։ 60-ից 80-ական թվականներին նա արդեն հանդիսատեսի սիրված դերասանուհիներից էր։ Պարգևատրվել է պետական բարձր կոչումով, արժանանալով ժողովրդական արտիստուհի պատվավոր կոչմանը։ Քնարիկ Պետրոսյան, Վահրամ Ավոյան, ժամը լրատվական։
Եվ վերջում եղանակի մասին հանրապետության տարածքում փետրվարի 22-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 23-ից 25-ը առանձին շրջաներում սպասվում են տեղումներ ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Օդի ջերմաստիճանը փետրվարի 22-ից 3-ը Լոռիում, Տավուշում եւ Սյունիքում կնվազի 3-ից 5 աստիճանով, իսկ 24-ից 26-ը ցերեկային ժամերին ողջ հանրապետությունում կնվազի եւս 5-ից 8 աստիճանով։ Երևան քաղաքում փետրվարի 22-ի գիշերը 23-ից 3-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ի երեկոյան 23-ի գիշերը 24-ից 25-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է կարճատև անձրև, փետրվարի 26-ին թաց ձյուն եւ ձնախառն անձրև։ Արմենիայի ուղիղ եթերում դրահոսը սպառված է, շնորհակալություն ուշադրության համար, ցտեսություն։